Ինչ է քննադատական մտածողությունը եւ ինչու ոչ մեկ դա չունի։ Այսօր աշխարհում պատերազմ է ընթանում։ Սա պատերազմ է մեր մտքերի համար։ Տեղեկատվական պատերազմ, որտեղ հազարավոր խմբեր փորձում են ազդել այն բանի վրա, թե ինչպես ես դու մտածում, եւ եթե դու չես կարողանում տարբերել ճշմարտությունը ստից, դու պարզապես դառնում ես ինչ-որ մեկի գործիքը։ Օրինակ 20-րդ դարի սկզբին բժիշկները զանգվածաբար ասում էին, որ ծխելը օգտակար է առողջության համար, եւ մարդիկ հավատում էին, որովհետեւ դա ասում էին բժիշկները, բայց հետո պարզվեց, որ այդ հետազոտությունները ֆինանսավորվում էին ծխախոտային ընկերությունների կողմից։ Մեր գլխավոր զենքը քննադատական մտածողությունն է, այսինքն հմտությունը ցանկացած մտքի հետ կապված հարցնել ինքդ քեզ. արդյոք սա ճիշտ է, բայց կա մի մեծ խնդիր. իրականում մենք չենք ցանկանում իմանալ ճշմարտությունը։ Մենք պարզապես ուզում ենք լինել ճիշտ, բայց ինչ անել։ Առաջինը՝ անկեղծ հետաքրքրասիրություն, ժամանակավորապես հրաժարվիր քո սեփական կարծիքից։ Երկրորդը՝ տեղեկություն հավաքիր բոլոր կողմերից, նույնիսկ այն տեղեկությունը, որը քեզ դուր չի գալիս։ Երրորդը՝ կասկածիր։ Մանիպուլատորները միշտ խաղում են զգացմունքների հետ եւ ասում են հենց այն, ինչ դու ես ուզում լսել։ Եվ վերջում միշտ հարցրու ինքդ քեզ. ում ես ձեռնտու։ Քննադատական մտածողությունը պարզապես խելացի սովորություն չի։ Ժամանակակից աշխարհում այն գոյատևման հարց է։ Եթե սեղմես բաժանորդագրվել, քո կյանքը կլինի ավելի լավը, քան եթե չսեղմես։